Ողջույն սիրելի հետևորդներ, եկել ենք Արունգի ջերմոցներ, այսօր ստեղ հիվանդություն ունենք։ Հիմա մասնագետը մեզ կասի ինչ է սրսկել, քանի օր առաջ է սրսկել, որպեսզի այս հիվանդությունները կանգնի։ Ուրեմն ինչպես ենք անվանում հիվանդությանը։ Սկսենք դրանից։ Ոնց եք անվանում հիվանդությանը։ Կեղծ ալերացողն է։ Ինչ եք սրսկել քանի օր առաջ։ 5 օր առաջ ռոդոմին գոլդը տոպազի հետ։ Քանի գրամով եք սրսկել։ 30 գրամով ռոդոմինը 5-ով տոպազը։ Բայց ինչպես իմացանք, երեկոյան ժամի եք սրսկել։ Նպատակահարմար է, որ առավոտյան ժամերին սրսկեք։ Իսկ հիմա ինչ եք պատրաստվում սրսկել, եթե դա չի օգնել։ Հիմա տիովետ ջետը անտրակոլի հետ։ Գիտեք, քանի գրամով պիտի տաք։ 35-ով է նա, 35-ով տիովետ ջետն է, 30-ով անտրակոլ։ Ուրեմն սիրելի հետևորդներ, սա Արունգի մեջ շատ հայտնի հիվանդություն է, կեղծ ալերացող է կոչվում, հիմնականում առաջանում է խոնավ եւ եղանակի պայմաններում, եթե խոնավությունը դուրս չի գալիս ջերմատնից, անձրևային եղանակներ են լինում, դրանով պայմանավորված նման հիվանդություններ կարող են առաջանալ, սա շատ արագ է տարածվել ջերմատանը։ Հիմա փորձում ենք հասկանալ ինչպես կարելի է սա կանխել, քանի որ ոչ ռոդոմին գոլդը, ռիդոմիլ գոլդը, ոչ տոպազֆունդազոլը չեն օգնել։ Պղնձարջասպը հիմա ասաց, որ տվել է։ Հիմա փորձենք նոր պրեպարատները, տեսնենք ինչպես կազդի, տեսնենք ինչ կստացվի։ Սա այն ջերմատուն է, որ նախորդ անգամ ձեզ տեսանյութ էի նկարահանել, որ վերևի հատվածներում օդափոխման համակարգը չէր աշխատում, փակ էր ջերմոցի վերին հատվածը, ինչպես տեսնում եք արդեն բացել են, բայց արդեն ուշ է։ Հուսանք, որ կլավանա ջերմատունը, կբուժվեն բույսերը եւ նորից առողջ բերք կունենանք։ Այսքանը սիրելի հետևորդներ, առաջիկայում կնկարահանեմ տեսանյութ, թե արդեն ինչպես ազդեց դեղերը, ներքևի հատվածում էլ ցույց տամ, հետևում տեսնեք ինչ է կատարվում, իրականում ինձ համար շատ ցավալի է, քանի որ շատ լավ ջերմատուն էր եւ շատ լավ մշակվում էին բույսերը, իսկ հիմա ես մտա ջերմոց եւ իհարկե շատ զարմացա, որ այս տեսարանը տեսա։ Ահա, սա ետևի հատվածում է։ Ինչպես տեսնում եք, տեսեք ինչպիսի փոփոխություն է։ Նախորդ տեսանյութերից երբ որ տեսնեք, սիրելի հետևորդներ, կտեսնեք ինչ կանաչ, ինչ փարթամ բույսեր էին։ Մոտավորապես 1 շաբաթ է տևել, նախորդ շաբաթ եմ տեսանյութեր նկարահանել եւ այստեղ ջերմատան եմ եղել եւ շատ արագորեն տարածվել է։ Հիմա սա ջերմատան մի հատվածում է, մյուս հատվածն էլ տեսնենք, մյուս հատվածը դեռ չի հասել, վարունգները քաղելուց քաղվում է հակառակ կողմից դեպի այս կողմ, որպեսզի մարկային գործոնով պայմանավորված նորից վարակի տարածում տեղի չունենա։ Այսքանը սիրելի հետևորդներ, դե ինչ, կհանդիպենք, տեսնենք ինչպես կզարգանա այս ջերմատան բույսերի ընթացքը, իսկ դուք հետևեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը եւ տեսնենք ինչ արդյունքներ կստանանք։ Բաժանորդագրվեք եւ գնացինք։ Այսքանը հաջողություն։